Զգեստավորումից հետո քահանան և սպասավորները խորհուրդ խորին շարականի երկեցողությամբ դուրս են գալիս ավանդատնից, առաջանում դեպի դասը և կանգնում Սուրբ խորանի առջև։ Մինչև քահանան կներկայանա Աստծուն, լվանում է իր ձեռքերը, ծածուկ աղոթելով. «Սրբությամբ կլվանամ ձեռքերն իմ և սեղանից շուրջ կնստեմ, Տեր»։ Կարգն ունի մեղքերից մաքրվելու խորհուրդ, որից հետո պատարագիչը Սուրբ Աստվածածնի բարեխորհրությամբ խնդրում է Աստծուն լսել իր աղաչանքները։ Եվ ասն սրբով ու Աստվածածնին բարեխոսության ընտերն կալ զաղաչանս մեր և կեցոս մեզ։ Ժողովրդի առաջ խոստովանում է իր մեղքերը և խնդրում աղոթել իր համար, որպեսզի արժանանա Աստծո ներկայությանը և կարողանա ժողովրդին առաջնորդել ժամապաշտության։ Թողություն ստանալուց հետո պատարագիչը շրջվում է դեպի ժողովուրդը, օրհնում նրանց և այս անգամ ներկաների համար հայցում մեղքերի ներում։ Ապա սաղմոսների հնչյունների ներքո պատարագիչն ու փուրվարակիչ սարկավագը թափորով բարձրանում են Սուրբ խորան։ Քահանայի դեպի խորան բարձրանալը Աստծո առաջ ներկայանալու խորհրդանիշն է։